Քննչական կոմիտեից հայտնում են, որ Ծափաթաղում փոքրիկ 3-ամյա Տիգրանի սպանության գործով նախաքննությունը ավարտվել է և հայտնում են, թե ինչ են պարզել դրա արդյունքում։ Մի քանի կարևոր բան, նախ առաջինը փոքրիկ Տիգրանին իսկապես սպանել են խեղդամահ անելու միջոցով։ Երկրորդը պարզվել է, որ նրան իսկապես սպանել է իր հայրը և սպանելուց հետո իր դիակը թաքցրել է Ծափաթաղի կողքի գյուղում, որտեղ որ իրեն հայտնաբերել են։ Եվ երրորդը պարզել են, որ սպանության շարժառիթը եղել է վրեժը, թե կոնկրետ ինչի համար չի ասվում հաղորդագրության մեջ։ Իհարկե հաշվի առնելով թեմայի զգայունությունը և թեմայի կարևորությունը, հետաքրքրությունը հենց առաջին օրվանից շատ մեծ էր և դրանից օգտվել են շատ տարբեր մարդիկ և ինտերնետում տարածել են իրենց ուղեղում ծնված շատ տարբեր թեորիաներ, որոնք որ իսկապես դավադրության տեսություններ են, ուղղակի զառանցանքի հասնող դավադրության տեսություններ են, բայց հիմա պարզվեց, որ ցավոք սրտի Տիգրանին իսկապես սպանել է իր հայրը։ Իհարկե հիմա գործը կգնա դատարան և դատական գործից միգուցե կարողանանք իմանալ, թե որն է եղել վրեժի պատճառը, բայց ամեն դեպքում խոսակցությունները այս թեմայի շուրջ էլի շատ են, չեմ ուզում դրանք վերարտադրել, մեծ մասը էլի ոնց ասեցի զառանցանք են հիշեցնում, տարբեր դավադրության տեսություններ են։ Ես իհարկե կհետևեմ զարգացումներին, իսկ դուք բաժանորդագրվեք և տարածեք այս վիդեոն, շնորհակալություն։